Ողջույն բոլորին, դուք դիտում եք ԱՄՆ գլխավոր լուրերը։ Ես Հարություն Մինասյանն եմ եւ նախքան սկսելը ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հավատարիմ լսարանին շարունակական աջակցության համար։ Բոլորի մեկնաբանությունները կարդում եմ եւ շնորհակալ եմ ամեն բառի համար։ Ու եկեք սկսենք։ ԱՄՆ հարավային նահանգներում իրավիճակը օրեցօր ավելի ծանր է դառնում, քանի որ տարածաշրջանը շարունակում է պայքարել ուժեղ սառնամանիքի, սառցակալած ճանապարհների եւ լայնածավալ էլեկտրաէներգիայի անջատումների հետևանքների դեմ։ Միսիսիպիում իշխանությունները տեղակայել են 135 ձյուն մաքրող մեքենա եւ ազգային գվարդիայի ստորաբաժանումներ, որպեսզի ազատեն սառցակալած I-55 եւ I-22 միջպետական մայրուղիները, որտեղ հարյուրավոր մեքենաներ եւ բեռնատարներ ժամերով մնացել են արգելափակված։ Տասնյակ հազարավոր տներ ու բիզնեսներ շարունակում են մնալ առանց էլեկտրաէներգիայի։ Պաշտոնյաների խոսքով սա Միսիսիպիի ամենածանր ձմեռային փոթորիկն է վերջին 30 տարիների ընթացքում։ Միայն Միսիսիպիում եւ Թենեսիում շուրջ 332,000 տուն ու բիզնես շարունակում է մնալ, ինչպես նշեցի, առանց էլեկտրաէներգիայի։ Ընդհանուր ԱՄՆ-ում սառնամանիքի հետևանքով մահացել է առնվազն 70 մարդ։ Թենեսիի Հարդին շրջանում բազմաթիվ մարդիկ փակված են իրենց տներում սառույցով պատված ճանապարհների եւ ընկած սառների պատճառով։ Տեղական իշխանությունները հայտնում են, որ մարդիկ սպառել են սնունդը, դեղորայքը, վառելափայտը եւ ջեռուցման այլ միջոցները։ Այսօր կեսօրից հետո Կալիֆոռնիայի Սաութ Էլ Մոնտե շրջանում բռնկված վտանգավոր հրդեհ ուղեկցվել է հեղուկ գազի բալոնների պայթյուններով։ Հրշեջ ստորաբաժանումները դեպքի վայր են մեկնել ժամը 14:32-ին եւ ընդամենը 8 րոպե անց հայտարարվել է երկրորդ ահազանգ։ Քիչ անց մեծ շառավղով տարածքի համար նաև հայտարարվել է մնալ ներսում հրահանգ։ Չնայած այդ կոչին որոշ բնակիչներ դեմքները ծածկած հավաքվել էին հրդեհի վայրի դիմացի հատվածում, այն պահին, երբ տեղի էին ունենում հզոր պայթյուններ։ Դեպքի վայրում աշխատել է առնվազն 110 հրշեջ, ներգրավել են նաև վտանգավոր նյութերի ստորաբաժանումներ։ Հրդեհը դասակարգվել է որպես տիտանիումի հրդեհ, ինչի պատճառով դեպքի վայր են ուղարկվել նաև քաղաքային փրկարարական թիմեր։ Չնայած պայթյունների եւ այն փաստի, որ շրջակայքում կան ինչպես բիզնեսներ, այնպես էլ բնակելի տներ, տուժածների մասին բարեբախտաբար հայտարարություններ չկան։ Իշխանությունները զգուշացնում են, որ իրավիճակը շարունակում է մնալ զարգացող։ Երբ գաղափարը միավորում է աշխարհագրությունը, իսկ մշակույթը սերունդները Սփյուռքում ծնվում են նախաձեռնություններ, որոնք վեր են սովորական միջոցառումից եւ վերածվում են ռազմավարական ուղերձի։ Օրերս Լոս Անջելեսում կայացած հայ մտավորականների, արվեստի գործիչների եւ ինտելեկտուալների համախմբումը հենց այսպիսի հարթակ էր, նպատակ ունենալով մեկտեղել համահայկական մտավոր ու մշակութային ներուժը, ձևավորել արժեքահեն համագործակցություն եւ ամրապնդել հոգեվոր կապը Հայաստանի ու Սփյուռքի միջեւ։ Մարիամ Աթաբեկյանն է ներկայ եղել միջոցառմանը։ Օրերս Լոս Անջելեսում կայացավ հայ մտավորականների, արվեստի գործիչների եւ ինտելեկտուալների համախմբան նվիրված կարևոր միջոցառում, որը կազմակերպվել էր համահայկական ինտելեկտուալների հարթակի Լոս Անջելեսում գործող Armenian Business Corner, Culture Place եւ Սահակյան Art Gallery կառույցները։ Միջոցառումը միավորել էր ԱՄՆ-ում, Հայաստանում եւ Սփյուռքի տարբեր համայնքներում ապրող հայ մտավորականների, մշակույթի եւ արվեստի ներկայացուցիչների։ Համահայկական ինտելեկտուալների հարթակի հիմնադիր եւ ղեկավար Գևորգ Մանոկյանի խոսքով նախաձեռնության նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ կձևավորվի արժեքահեն համագործակցություն, փորձի փոխանակում եւ հոգեվոր մշակութային շարունակական կապ։ Ես զգացել եմ ինչ է դա այդ հոգու կամ ինտելեկտուալ մարդկանց պակասը, հոգու սովի եւ ինտելեկտուալ մարդկանց պակասը, որ ցանկություն ա եղել շփվեմ այդ մարդկանց հետ, լինի հարթակ, ասենք մտավորականների ակումբ, այսպեսի մի բան ստեղծվի, որտեղ կարող ես խոսել, հանգիստ քո մտքերը արտահայտել, բանավիճել, քննարկել եւ հարստացած էներգետիկայով տուն գնալ։ Այդպիսի օջախներ Սփյուռքում ցավոք սրտի որևէ մեկը երևի թե չի զբաղվում դրանով, չկա, կամ եթե կա, շատ փոքր սահմաններում սահմանափակվում է եւ չի կարողանում բավարարել մեծ զանգվածների կարիքները։ Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ համագործակցության հուշագրերի ստորագրում, որով կողմերը հաստատեցին համատեղ ծրագրերի իրականացման պատրաստակամությունը ուղղված կրթական, մշակութային եւ արվեստի ոլորտների զարգացմանը։ Ստորագրված համաձայնագիրը նախատեսում է համատեղ դասընթացներ, մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ եւ սոցիալական նախաձեռնություններ։ Սահակյան Art Gallery-ի հիմնադիր Սահակ Սահակյանի խոսքով սա առաջին քայլն է, որը հիմք կդնի Լոս Անջելեսի համայնքի ոլորտի մասնագետների համախմբանը, որը ապագայում կընդլայնի աշխարհագրությունը։ Քանի որ առաջնորդը ժողովրդի մտավորականությունն է, մենք որոշեցինք հավաքենք մի առաջի համահավաքը կազմակերպենք, սա լինելու է արդեն ամեն տարի մենք կհավաքվենք, ունենանք արդեն պարբերաբար հավաքները։ Մենք ուզում ենք, որպեսզի այսօր ամեն մեկը եւ որպեսզի ծանոթանան միմյանց հետ եւ ովքեր որ ծանոթ են հանդիպեն եւ կապ ստեղծվի, հարթակում մարդիկ ունենան հնարավորություն առաջարկներ անելու,
հարցադրումներ անելու, քննարկումներ անելու եւ ինչ որտեղ ամեն մեկին օգտակար լինելու, օգնելու եւ այլն առիթներով։ Մենք ունենք մոտակա ծրագիր եւ հեռահար ծրագրեր։ Մոտակա ծրագրում նախ ինքներս կայանալն է մեր այսպես հիմա ընդունված ասել հողի վրա Կալիֆոռնիայում, որովհետեւ մենք կարողանանք կայացնենք մեր միավորը այստեղ եւ եթե սա արդարացնի եւ եթե համայնքը ընդունեց մեզ, դա մեզ վստահություն կհաղորդի, որովհետեւ մենք կարողանանք ընդլայնել մեր սահմանները։ Հանդիպման շրջանակում կազմակերպիչ կառույցները միմյանց հանձնել են պատվոգրեր եւ շնորհակալագրեր համահայկական մտավոր եւ մշակութային կյանքում ունեցած ներդրման, համայնքային ակտիվ գործունեության եւ արժեքների պահպանման համար։ Առանձին պատվոգրեր են շնորհվել նաեւ արվեստի ոլորտի ներկայացուցիչներին մշակութային ժառանգության տարածման եւ նորարարական նախաձեռնությունների իրականացման համար։ Միջոցառման հատուկ հյուր էր ճանաչված նշանավոր դաշնակահար Իլիա Սոլիսը, որը հանդես է եկել երաժշտական կատարումներով։ Սոլիսը հայտնի է իր միջազգային գործունեությամբ, համագործակցությամբ Հոլիվուդի կինոարտադրողների եւ Walt Disney ընկերության հետ, ինչպես նաեւ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների յուրահատուկ մեկնաբանությամբ։ Կազմակերպիչների խոսքով այս միջոցառումը սկիզբ է ավելի լայն գործընթացի, որի նպատակը համահայկական ինտելեկտուալ եւ մշակութային ներուժի համախմբումն է մեկ միասնական հարթակում։ Միջոցառման ավարտին ընդգծվեց, որ նման նախաձեռնությունները ոչ միայն մշակութային, այլև ռազմավարական նշանակություն ունեն Սփյուռքի համար, ստեղծելով գաղափարակից մարդկանց շփման, ինքնաճանաչման եւ փոխաջակցության իրական միջավայր։ Արվեստի ոլորտի ներկայացուցիչները նույնպես փաստեցին համայնքային համախմբվածությունը, բայց շեշտեցին նաեւ հայրենիքում համախմբվելու կարեւորությունը։ Ինձ թվում է, որ առելի անելիք կա, մանավանդ որ մենք կորցրեցինք Հալեբ համայնքը, մնաց մեծ համայնք Հայաստանից դուրս որպես այդպեսին Գլենդելը։ Ուրեմն մենք իսկապես լուրջ անելիք ունենք այստեղ, որպեսզի իրար չկորցնենք, կարողանանք իրար թիկունք լինել, կարողանանք իրար լրացնել եւ նաեւ կարողանանք օգտակար լինել մեր հայրենիքին։ Մարիամ Աթաբեկյան, հատուկ USR մեդիայի համար։ Շնորհակալություն գեղեցիկ ռեպորտաժի համար, իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին եւ լայքել նյութերը։ Լոս Անջելեսում պաշտոնապես մեկնարկել է 2026 թվականի FIFA-ի աշխարհի գավաթի խաղարկության նախապատրաստական ակտիվ փուլը։ Քաղաքի խորհրդանշական մարզական վայրերից մեկում LA Memorial Coliseum-ում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ժամանակ ներկայացվել են առաջնության կազմակերպչական մանրամասները, համայնքային ծրագրերն ու սպասվող միջոցառումները։ Կազմակերպիչները հայտարարել են, որ աշխարհի առաջնության մեկնարկի մնացել է 134 օր։ Այն լինելու է պատմության ամենախոշորը 48 երկրի մասնակցությամբ 104 հանդիպում եւ այդ բոլորը 39 օրվա ընթացքում։ Առաջնությունն առաջին անգամ 32 տարվա դադարից հետո կրկին կանցկացվի Հյուսիսային Ամերիկայում։ Լոս Անջելեսը կընդունի առաջնության 8 հանդիպում։ Դրանց թվում է նաև ԱՄՆ-ազգային հավաքականի բացման խաղը, որը նախատեսված է հունիսի 12-ին։ Խմբային փուլում քաղաքը կընդունի նաև Նոր Զելանդիայի, Իրանի, Բելգիայի, Շվեյցարիայի հավաքականներին, ինչպես նաև փլեյօֆ փուլերի մի շարք հանդիպումներ եւ քառորդ եզրափակիչ 1 մրցավեճ։ Մամուլի ասուլիսին մասնակցել են Լոս Անջելեսի քաղաքապետ Քերեն Բասը, Ինգլվուդի քաղաքապետ Ջեյմս Բաթսը, FIFA-ի ներկայացուցիչներ, աշխարհի առաջնության Լոս Անջելեսի հյուրընկալող հանձնաժողովի ղեկավար կազմը, ինչպես նաև ԱՄՆ ֆուտբոլի լեգենդներ Կոբի Ջոնսը, Միա Համը եւ Ջուլի Ֆաուդին։ Քաղաքապետ Բասը հայտնել է, որ Լոս Անջելեսը ոչ միայն պատրաստվում է մրցաշարին, այլ նաև ձգտում է աշխարհի հյուրերին ներկայացնել քաղաքի մշակույթը, պատմությունը եւ բազմազան համայնքները։ Նրա խոսքով առաջնությունը կուղեկցվի քաղաքային մասշտաբների միջոցառումներով, փառատոններով ու տնտեսական ակտիվության բոլոր թաղամասերում։ Հայտարարվել է նաև համայնքային եւ ժառանգական ծրագրերի մեկնարկի մասին, դրանց թվում են երիտասարդական ֆուտբոլային ճամբարները, հասարակական տարածքների բարեգործական նախաձեռնությունները, ինչպես նաև շարժական Kick It With Us ավտոբուս տուրը, որը 100 օր շարունակ շրջելու է Լոս Անջելեսի տարբեր համայնքներում, ֆուտբոլը եւ աշխարհի առաջնության մթնոլորտը հասցնելով բոլորին։ Կազմակերպիչները ներկայացրել են նաև FIFA-ի պաշտոնական Fun Festival ծրագիրը, որը կանցկացվի LA Memorial Coliseum-ում հունիսի 11-ից 15-ը։ Փառատոնի ընթացքում նախատեսվում են խաղերի ուղիղ հեռարձակումներ, համերգներ եւ մշակութային միջոցառումներ։ Եվ քանի որ խոսք գնաց ֆուտբոլից, ձեզ եմ ներկայացնում մեր նոր եւ խոստումնալից համագործակցությունը։ Ինտեր Յունայթեդ ֆուտբոլային ակադեմիան, որը գործում է Նորթ Հոլիվուդում, հայտարարում է ընդունելություն 4-ից 10 տարեկան երեխաների համար։ Ակադեմիայում արդեն իսկ ձևավորվել է չեմպիոն թիմ, իսկ բարձր որակավորում անցած փորձառու մարզչական շտաբը համալրում է իրականացնում, բացելով նոր հնարավորություններ հաջորդ սերնդի երիտասարդների համար։ Եթե ձեր երեխան սիրում է ֆուտբոլը, ունի երազանքներ մեծ դաշտերի մասին եւ ցանկանում է զարգանալ պրոֆեսիոնալ միջավայրում,
ապա սա նրա ճիշտ մեկնարկն է։ Կապ հաստատեք Ինտեր Յունայթեդ ֆուտբոլային ակադեմիայի հետ եւ ձեր երեխայի հաղթական ճանապարհի հիմքը դրեք հենց այսօր։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին Monarch Laundry-ին, որը հսկա ծավալ աշխատանք է տանում։ Բավական մաչելի առաջարկ բոլոր կանանց, ում համար լվացքը ուղղակի ժամանակի վատնում է։ Վստահեք լավագույնին, հատկապես որ մանկական հագուստի համար այստեղ օգտագործվում են էկոլոգիապես մաքուր միջոցներ։ Ներբեռնեք հավելվածը այս QR կոդով։ Top Choice Collision Center-ը պարզապես անուն չէ, վստահեցնում եմ, անունին համապատասխան է, լավագույն ընտրությունն է։ Չմտահոգվեք, եթե ձեր մեքենան խափանվել է կամ վթարվել, կտեղափոխեն, անվճար կգնահատեն, սեղմ ժամկետներում կվերանորոգեն եւ ձեզ էլ առանց մեքենայի չեն թողնի։ Եվ շնորհակալություն մեր վաղեմի գործընկերներին Cosmo Palace Restaurant and Banquet Hall-ին, որի Cosmo Catering-ը լավագույնն է մեկ անգամ փորձելով, այլևս երբեք չեք փնտրի այլ տարբերակներ։ Ինչպես նաև շնորհակալություն Kozanian Meat and Liquor եւ Kozanian's Family Market-ներին եւ շնորհակալություն Gary's Mom's Bakery-ին։ Ու շարունակենք մեր լուրերը ըստ հերթականության։ ԱՄՆ դաշնային պաուստային համակարգի ղեկավարը հայտարարել է, որ պահպանում է բազային տոկոսադրույքը անփոփոխ 3.18%-ից 3.75%-ի միջակայքում։ Սա առաջին դադարն է տոկոսադրույքների իջեցման գործընթացում նախորդ տարի իրականացված անընդմեջ 3 նվազեցումներից հետո։ Ջերոմ Փաուելի խոսքով Միացյալ Նահանգների տնտեսությունը 2026 թվական է մտնում ամուր հիմքով։ Տնտեսական ակտիվությունը շարունակում է աճել կայուն տեմպերով, սպառողական ծախսերը դիմացկուն են, իսկ գործազրկության մակարդակը 4.4%, որը վերջին ամիսներին գրեթե չի փոխվել։ Միաժամանակ աշխատաշուկան ցույց է տալիս կայունացման որոշ նշաններ նախորդ թուլացումից հետո։ Ինֆլյացիան, ըստ դաշնային պահուստի, զգալիորեն նվազել է 2022 թվականի գագաթնակետից, սակայն դեռևս մնում է 2%-ի թիրախից բարձր։ Դեկտեմբերին հիմնական ինֆլյացիան կազմել է մոտ 3%, որի մեծ մասը Փաուելի խոսքով պայմանավորված է սակագնային մաքսատուրքերի ազդեցությամբ։ Նա նշել է, որ դաշնային պահուստը նախապես սահմանված ուղի չունի եւ հետագա քայլերը տոկոսադրույքների հնարավոր նվազեցումը կամ պահպանումը կկայացվեն յուրաքանչյուր նիստում առանձին ելնելով նոր տնտեսական տվյալներից, հեռանկարներից եւ ռիսկերից։ Այսի մասին ԱՄՆ Սենատի դեմոկրատները ներկայացրել են ներգաղթի վերահսկողության համակարգի բարեփոխումների մի շարք պահանջներ, հայտարարելով, որ առանց այդ փոփոխությունների չեն քվեարկելու կառավարության ֆինանսավորման օգտին։ Քայլը կարող է հանգեցնել մասնակի կառավարական փակման արդեն առաջիկա օրերին։ Պահանջները ներկայացվել է Սենատի փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերի կողմից, որը ներառում է այսի շրջիկ բարեկությունների դադարեցում, խստացված կանոններ խուզարկության եւ ձերբակալման հրամանների կիրառման համար, պարտադիր համակարգում նահանգային եւ տեղական իրավապահների հետ, դաշնային գործակալների համար միասնական վարքականոն եւ ուժի կիրառման հաշվետվողականություն ու պարտադիր նույնականացում, մարմնի տեսախցիկների օգտագործում։ Քաղաքական լարվածությունը սրվել է հատկապես Մինեապոլիսում Ալեքս Փրետիի մահվան դեպքից հետո։ Դեմոկրատներն առաջարկում են ներքին անվտանգության նախարարության ֆինանսավորման օրինագիծը առանձնացնել ընդհանուր փաթեթից եւ վերանայել այն առանձին, սակայն դրա համար էլ անհրաժեշտ է ներկայացուցիչների պալատի համաձայնությունը, իսկ պալատը նախատեսում է Վաշինգտոն վերադառնալ միայն երկուշաբթի ֆինանսավորման ժամկետի ավարտից հետո։ Ի պատասխան հանրապետականները հայտարարում են, որ նման փոփոխությունները պետք է իրականացվեն գործադիր հրամաններով, ոչ թե օրենսդրական ճանապարհով։ Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունը նշել է, որ կառավարական փակումը ոչ մեկի շահերից չի բխում եւ կողմ է բանակցություններին։ Միացյալ Նահանգների Սենատի դեմոկրատ պատգամավորներ Խոակին Կաստրոն եւ Ջասմին Քրոքեթը այսօր այցելել են Թեքսասի Դելի քաղաքում գտնվող դաշնային կալանավայր, որտեղ պահվում են 5-ամյա էկվադորցի տղան Լիամ Կոնեխո Ռամոսը եւ նրա հայրը։ Օրենսդիրների այցը նոր լարվածություն է առաջացրել Թրամփի վարչակազմի ներգաղթային խստացված քաղաքականության շուրջ, որն արդեն իսկ բուռն քննադատության է արժանանում դեմոկրատների եւ իրավապաշտպանների կողմից։ Խոակին Կաստրոյի խոսքով հանդիպումը տևել է շուրջ 30 րոպե։ Նրա փոխանցմամբ երեխայի հայրը հայտնել է, որ Լիամը շատ է քնում, հարցնում է մոր եւ դպրոցական ընկերների մասին ու ցանկանում է վերադառնալ դպրոց։ Կաստրոն կոչ է արել նախագահ Դոնալդ Թրամփին պատկերացնել, թե ինչ կզգար, եթե իր թոռները հայտնվեին կալանքի տակ։ Լիամի ձերբակալության լուսանկարը կապույտ ձմեռային գլխարկով եւ Սպայդերմեն ուսապարկով լայնորեն տարածվում է սոցիալական ցանցերում ու դարձել է այսի համակարգի կոշտ քաղաքականության խորհրդանիշներից մեկը։ Ըստ հարևանների եւ դպրոցի աշխատակիցների ներգաղթային գործակալները երեխային օգտագործել են որպես խայծ տան դուռը բացելու համար։
Ներքին անվտանգության նախարարությունը այդ պնդումները կտրականապես հերքել էր, հայտարարելով, որ հայերը ընդամենը փախել է, իսկ երեխան մնացել է գործակալների մոտ, իսկ տանը չեն ընդունել վերջինիս։ Դաշտային դատավորը ժամանակավոր արգելք է սահմանել, կասեցնելով հոր եւ երեխայի արտաքսումը ԱՄՆ-ից մինչև քննության ավարտը։ Կալանավայրի մոտ այդ ընթացքում տեղի են ունեցել բողոքի ցույցեր, որոնց ընթացքում նահանգային ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ եւ պղպեղային միջոցներ։ Եվ վերջին լուրը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինակ Մաչադոն այսօր հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, ապա դրսում պատասխանել լրագրողների հարցերին։ Մաչադոն հանդես է եկել կոշտ եւ վճռական հայտարարություններով, անդրադառնալով երկրում ընթացող քաղաքական զարգացումներին, քաղբանտարկյալների ճակատագրին եւ իշխանափոխության գործընթացին։ Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը հայտարարել է, որ Վենեսուելան ապրում է վճռորոշ օրեր եւ երկրի ազատագրումը ազդեցություն կունենա ոչ միայն Վենեսուելայի, այլև ամբողջ արևմտյան կիսագնդի անվտանգության համար։ Նրա խոսքով ընդդիմությունը երբեք այսքան մոտ չի եղել ժողովրդավարական անցման իրական փուլին։ Նա հայտնել է, որ Վենեսուելայում դեռևս կան քաղբանտարկյալներ, որոնցից միայն 301-ն է ազատ արձակվել, մինչդեռ ռազմական ոլորտի ձերբակալվածները ոչ ոք ազատ չի արձակվում։ Մաչադոն ընդգծել է, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը ընդդիմության բացարձակ առաջնահերթությունն է։ Ընդդիմության առաջնորդը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, նշելով, որ Միացյալ Նահանգների աջակցությունը առանցքային դեր է խաղացել ճնշումների թուլացման եւ ազատությունների վերականգնման գործընթացում։ Մաչադոն ընդգծել է, որ Վենեսուելայում գործող իշխանությունը հանդիսանում է հանցավոր ռեժիմի շարունակություն, որը հիմնված է կոռուպցիայի, թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ պետական ահաբեկչության վրա։ Նրա խոսքով ներկայիս վարչակարգը ոչ միայն քայքայել է երկրի ինստիտուտները, այլ նաև ստիպել է միլիոնավոր քաղաքացիների լքել հայրենիքը։ Նա նշել է, որ Վենեսուելան ունի հսկայական բնական պաշարներ եւ մարդկային ներուժ, սակայն ներդրումների եւ տնտեսական վերականգնման համար անհրաժեշտ է օրենքի գերակայություն եւ լեգիտիմ իշխանություն։ Առանց դրա երկարաժամկետ ներդրումներ հնարավոր չեն։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։